Փետրվարի 17-ից մեկնարկում է կործանարար ավերիչ շրջափուլը, ապրելու ենք սատանայական օրեր, դավաճանություններ, ֆինանսական բախումներ, 18-19 տարվա վաղեմության այրունոտ գաղտնիքների բացահայտում, մանիպուլյացիաներ, ցավ, խաբեություն, աշխատանքային պայմանագրերի հանկարծակի խզում։ Իսկ թե ինչպես շրջանցել այրունոտ շրջափուլը, բանաձևը մեր հետևորդներին տալիս է հայտնի աստղաբան Գայանե Սարգսյանը։ Արևի խավարումը շատ կարևոր տիեզերական դա ցիկլ է, իրադարձություն է, դրանք ունենում են 18.5 տարվա պարբերականություն, այս անգամ խավարումը մի քիչ բարդ է, սիրելի Իլոնա, որովհետև այն տեղի ունենալու 28 աստիճան 50 րոպե, համարյա 29 աստիճան ջրհոսի կենդանակերպում, մոտավորապես 1 աստիճանից արդեն կմտներ ձկներ եւ նաև այն բարդ դիրքերում, ոնց որ ես գամ ձեր տուն, դու գնացած լինես քեզ համար անհարմար մի վայր ու ես ձեր տնից սկսեմ հարվածել քեզ, այդպես ասեմ, այո, խավարումները, արևը, լուսինը, լուսատուները նրանք բարդ դիրքերի մեջ են Ուրանի հետ, ջրհոսի տիրոջ հետ, ղեկավարի հետ, Ուրանը ցուլում է, ցուլը ֆինանսաբանկային վիճակն է, ջրհոսը դա համացանցն է, դա տեղեկատվական տեխնոլոգիաներն են, դա նաև ինֆորմացիա տարածումն է, դա նորագույն տեխնոլոգիաներ, դրանք նաև ATS-ներ, հա, AI, արհեստական բանականություն եւ ահա հնարավոր է բախումներ լինեն, խնդիրներ լինեն։ Միջանձնային բախումներ նկատի ունեն։ Եվ միջանձնային, որը տեղի կունենա ցուլ, առյուծ, կարիճ եւ ջրհոս կենդանակերպի վերջին օրերի ծնվածների համար, եւ այդ բախումների հիմքում ֆինանսը կարող է լինել, ֆինանսները, ռեսուրսները, դրանք կարող են պահոստային գումարները չլինեն, դրանք այն գումարներն են, որոնք on-line հարթակում, նրանք ովքեր կրիպտոարժույթի հետ են առնչվում, նրանք ովքեր խաղամոլությամբ են զբաղվում, այդ այլ է շատ կարևոր, պետք է ուշադիր լինեն, մեծ ներդրումներ չանեն, որովհետև այդ ամենը կորցնելու հավանականությունը մեծ է։ Նրանք ովքեր նաև տարված են խաղամոլությամբ, հիվանդագին խաղում են, ասեմ, որ այդ օրերին մանավանդ ամսի 17-ից 1 օր առաջ 16-ը դա արդեն լուսնի վերջին օրերն են, լուսնի 29-րդ օրը դա սատանայական օր է կոչվում, չար ուժերը կարող են թույլ կամք ունեցող մարդկանց իրենց ձեռը ուշադիր լինեն նաև համացանցային գրոհներից, բոլոր առումներով, բայց առավելապես կտուժեն ֆինանսական այդ մասերը, որովհետև ցուլը ֆինանսներն են, մարդկանց անձնական վաստակած գումարներն են, մի տվեք հիմա բանկային աշխատակցի գործառույթը ես եմ կատարում, մի քանի հարթակներում ասեմ, սա 3-րդ հարթակն է, բայց պետք է ասեմ 4-րդ, նաև իմ ալիքում եմ ասել, որ մի տվեք ձեր գաղտնանունը, մուտք անունը պատահական մարդկանց, եթե ձեզ գումարներ են խոստանում, որ դուք հեշտությամբ կարող եք գումարներ գտնել կամ աշխատել, այդպիսի բան հնարավոր չի, ես միշտ ասում եմ 1000-ից 10,000-ից մեկը, այսինքն ծուղակներով լի այո, դավաճանություն, ձեր ընկերները կարող են ձեզ դավաճանել, երբեք չհամաձայնեք գնալ ուրիշի համար վերցնել պարտքով, տոկոսով գումարներ, նույնիսկ բանկերից այդ տոկոսով գումարներն են, վարկերն են եւ այլն։ Եթե ցանկանում եք ավանդներ դնել, ամսի 18-ից, խնդրեմ, 18, 19, 20 այս փետրվար ամսվա լավագույն օրերն են նոր գործեր սկսելու, որովհետև փետրվարի 26-ին էլ հարգելի Իլոնա մենք ունենք նահանջող Մերկուրի, որը նահանջելու է ձկների կենդանակերպում եւ Մերկուրին գտնվելով ձկների կենդանակերպում նա կարող է ընկնել խաբեությունների մեջ, որովհետև ձուկը դա Նեպտունը նրա ղեկավարն է, Նեպտունը իր էներգիաներով կարող է փակել մարդկանց աչքերը եւ ահա խաբեությունները պատրաստեն։ Բոլոր առումով նահանջող Մերկուրի ժամանակ պետք է ուշադիր լինեք ձեր ստորագրությունները դնելիս։ Տանարքու վաճառք եթե կատարում եք, ցանկալի թողնենք խավարումներից հետո 17-ի, 17-ը ասում է 18, 19, 20, ինձ դիմում են վիրահատությունների համար, արդյոք կարող եք վիրահատություններ կատարել, գոնե եթե շտապ է,
ամսի 17-ը թող անցնի փետրվարի 18-19-20-ին կարող եք 26-ին նորից եմ կրկում Մերկուրին նահանջում է ուշադիր եղեք չկորցնեք փաստաթղթերը, ուշադիր եղեք չկորցնեք բանալիները, պայմանավորվածությունները անպայման գրավոր կատարեք, ապահով միջոցը դա էլ-փոստն է կամ փոստով նամակը կարող եք օրել գնալ ուրիշին, բայց եթե դուք էլ-փոստը ճիշտ գրեք էլ հասցեք, անպայման կհասնի տեղ։ Հնարավոր է ուշացումներ լինի, ստորագրություն կարող եք դնել սխալ փաստաթղթի տակ, կարող է ձեր անուն ազգանունը շփոթեն, մանավանդ ձկներ եւ Այսինքն մանիպուլյացիոն շրջանում է։ Մերկուրին ինքը կույսի ղեկավարն է, երկվորյակի ղեկավարն է, երկվորյակի ղեկավարում մի քիչ արագ է շարժում, արագ է խոսում, այդքան, գիտեք, ինքը այնտեղ այդքան հավաքված չէ, բայց կույսի կենդանակերպում Մերկուրին հստակ հաշվարկներ է կատարում, նա խորագետ է, նա մանրակրկիտ ուսումնասիրությունների անալիզի ենթարկում, իսկ ձկները իրականությունից կտրվելն է։ Միևնույն է, մեր կյանքը այնպես է ստեղծագործել մեր մեծն արարիչ, որ ամեն ինչն իր տեղն ունի, պետք չեն մեր կյանքում, պետք չեն միայն փաստեր հավաքագրողներ, ամրագրողներ, ստեղծարարներ, նաև այնտեղ անալիտիկներ, պետք է նաև երասկոտներ, որոնք կստեղծեն արվեստի գործով, որտեղ Մերկուրին ձկների կենդանակերպում նրանք երկնային մտածողության սահմաններից անցնում են այլ աշխարհներ, երևի թե նուրբ աշխարհներ, նրանք կարող են շփվել հրեշտակների հետ, եթե այդպիսիները կան, նրանք կարող են շփվել բարձր հոգևոր զարգացում ունեցող էակների հետ, կարող են այլ դաշտեր անցնել, այնտեղից վերցնել ինֆորմացիա, եւ ի վերջո դրա արդյունքում Մերկուրին ձկների կենդանակերպում միշտ էլ ասում եմ, սուբլիմացվում է եւ հրաշալի գործեր են ստեղծվել, եւ նույն Դալիի քարտեզում սև լուսինը գտնվում է ձկների կենդանակերպում, սև լուսինը դա դավադրությունն է, դա մեր թույլ կետն է, դա մանիպուլյացիոն այդպիսի մի հատված է ձկների կենդանակերպում, որքան ինքը հրաշալի ստեղծագործել է, բայց նաև շատ ինտրիգների եւ մանիպուլյացիաների է ենթարկել եւ իրեն եւ նաեւ իրեն դիմող անձանց։ Միջև մարտի 3-ն է տևելու։ Այո, մարտի 3-ին լուսնային խավարում է լինում։ Սա արևի խավարումը, հողակաձև խավարում է։ Ընդհանրապես միշտ ասում եմ, արևի խավարում ինքը ավելի շատ բերում է միջազգային, ավելի շատ սոցիալական հարցերի լուծումներ։ Իսկ լուսնի խավարումը այն տալիս է կենցաղային, որովհետև լուսինը կենցաղն է, կինն է։ Արևը արեգակը ամուսինն է, տղամարդը։ Ի սկզբանե աշխարհաստեղծման մեջ տղամարդը պետք է արարեր, ստեղծել, կիններ պետք է զբաղվեր սերնդի շարունակմամբ եւ սերունդների խնամքով։ Այդպես էլ լուսնի խավարումն է, այն առավելապես շոշափելու է կույս եւ ձկներ առանցքը կույսում է տեղի ունենալու, դա աշխատանքի առողջության, հոգեկան առողջության հետ կապված խնդիրները առաջնահերթ կլինեն, մարդիկ հնարավոր է շատերը աշխատանքից ազատվեն, նրանք ովքեր գտնում են 29, 30, 44, 45, 50-ի 60, նաև 74, 75-ը առանձնապես չի առնչվում աշխատանքի հետ, բայց որոշակի սոցիալական, որոշակի կենցաղային, ոչ թե սոցիալական կենցաղային այդպիսի ծրագրեր կարող են այսպես առաջնային լինել, նաև ձկները դա հոգևոր զարգացումն է, գաղտնիքներ կբացահայտվեն, այդ գաղտնիքները հենց փետրվարի 26-ից կբացահայտվեն, որովհետև Մերկուրին ձկների կենդանակերպում 22-23 աստիճանի մոտ նահանջելու է, այն մնալու է ձկների կենդանակերպում դեռևս 20 մինչև մարտի 20-ը այնտեղ է լինելու, ասեմ ձեզ 8-9, 18-19, 37-38, բայց հիմնական 18-19 տարվա վաղեմության իրադարձություններն են սկսում նորից զարգանալ, այդ մարդիկ են գալիս ձեր մոտ Մերկուրին ձկների կենդանակերպում, որոնցից լուրջ ունեք, այլ նաև կարող է այսպիսի մի միտք ծագեց իմ մոտ անհայտ կորած մարդիկ հայտնվեն,
Ձկները դա մեկուսացման վայրն է, դա անորոշությունն է, անհայտությունն է, հա։ Այդտեղ հնարավոր է, որ անհայտ կորած մեր զինվորները գան եւ նաեւ լուր կլինի, քանի որ ձկները նորից եմ ասում, մեկուսացման վայրերն են, գերիների հետ կապված որոշակի պարզաբանումներ կարող են լինել եւ մարտի 3-ի մոտակայքում կարող է արդեն որոշ մարտի 3-ից մինչև մարտի 20-ին, երբ որ Մերկուրին սկսի արդեն մարտի 20-ից ուղիղ ընթացքով կընթանալ, որոշակի պարզեցումներ կլինեն եւ դուք միշտ էլ հիշում եք, չնայած ես հպարտանում եմ իմ արած աշխատանքով եւ առավելապես չեմ էլ նեղում, որ ասում են գովաբանում են, եթե դու երկար տարիների փորձ ունես, այդ փորձը ցույց է տալիս, որ դու ուղիղ քո ճանապարհի վրա ես, քո մասնագիտական հմտությունները օգնում են քեզ առաջ գնալ, նաեւ ի նպաստ են հանրությանը, ապա այդտեղ գովաբանելու եւ պարծենալու ոչինչ չկա։ Ես իրավամբ ուրախանում եմ, որ իմ կանխատեսումները կատարվում են եւ հենց այդպիսի կանխատեսում արել եմ մեր նոր տարվա այդ ժամանակահատվածում 26 թվի կանխատեսումներում ասել էի, որ գերիները կվերադառնան եւ այդպիսի միտում դեռևս նկատելի է։ Հարգելի գայանե, իսկ ինչ է պատրաստել այս խավարման շրջափուլը քաղաքական դաշտի համար։ Երկու ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Թրամփի քարտեզներն են առավել համակցված, որովհետեւ նրանք երկօրյակ են եւ այդ մարտի 3-ի խավարումը լուսնային եւ նահանջող Մերկուրու այդ ընթացքում որոշակի խմորումներ կլինեն եւ մարտի 20-ի մոտակայքում գաղտնիքներ կարող են բացահայտել, քանի որ երկուսն էլ երկօրյակ են եւ պատահական չի, որ արտատարածքային ճանապարհ, միջանցք եւ այլն այդ բոլոր եզրույթները ավելի շատ իրենց հետ համատեղ այդ կառավարման այդ ժամանակահատվածում չէ արծարծվում հնարավոր է որ ճանապարհների հետ կապված որոշակի պարզեցում լինի քաղաքական առումով եթե հարցադրում կունենա կփորձեմ որոշ իմ դիտարկումներից ձեզ ներկայացնել դա մի քանի օր առաջ եմ կատարել իմ համախոհների շրջանակներում իմ աշակերտների հետ մենք անցնում ենք սոլյար տարեկան վերադարձ յուրաքանչյուրս տարի մեկ անգամ մեր ծննդյան օրը տիեզերքից ստանում ենք ծրագիր թե ինչ պետք է անենք տվյալ տարվա համար նախ երկու կարևոր կետ կա թե մենք ինչ նպատակներ ենք ցանկանում դնել եւ իրականացնել երկրորդ կարևոր կետը թե տիեզերքը սոցիումը ինչ խնդիրներ եւ ինչ կարևոր այսպես գործեր է, հա, կարևոր խնդիրներ, առաջադրանքներ է տալիս մեզ տվյալ տարվա համար ես դիտարկել եմ քարտեզը, եթե հարց լինի կփորձեմ պատասխանել։ Ինչ առաջադրանքները ըստ էության տիեզերքը տվել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս տարվա համար։ Քանի որ ընտրություններ հունիսի 6-ին էր, ճիշտ է։ Վերջերս 2 ամիս առաջ ինձ հարցնում են ընտրություններից ինչպիսի լուր կա, ակնկալիքներ կան, ասում եմ օգոստոսի վերջ, ասում եմ զարմացավ անձը, ասում եմ ինչի քաղաքականության մեջ չես, ասում եմ ամենավերջում, երբ արդեն պետք է հաշվարկներ կատարեմ, հասկանամ, փաստորեն հունիսի 6-ը այն բավականին մոտ է հունիսի 1-ին նրա ծնունդն է եւ դիտարկելով սոլյար քարտեզը, հունիսի 1-ի քարտեզը, ես լուսինն եմ տեսել այստեղ լուսինը աղեղնավորում, իր քարտեզում ես կարող եմ նույնիսկ ցուցադրել, որ մեր հետևորդները, ահա, այսա, եթե հնարավոր է ցուցադրել, մեծ տրիգոն դիրքավորում եմ տեսնում իր քարտեզում նա ունի արև Պլուտոն տրիգոն արևը երկօրյակում Պլուտոնը կշերքում դա գործընկերային կայուն գործընկերային հարաբերություններ ստեղծելու շատ մեծ ասպեկտ է բայց քանի որ այստեղ տեսեք եռանկյուն է ստեղծվել Պլուտոնը տիեզերքի Պլուտոնը ջրհոսում է եւ տիեզերքի ուրանը երկօրյակում միշտ ասում եմ, չէ, մեգան այդ մեծ ստեղծվել է այսպիսի դիրքավորում, որը այլևս հնարավոր է մի քանի 100 տարում չկրկնվի, այստեղ հնարավորություն է տալիս ջրհոսը դա ընտրություններն է,
Պլուտոնը դա ուժերն է օգտագործելը, դա ջրհոսը համացանցի իր գաղափարակիցների, կշեռքը դրան գործընկերներն են, համակիրներն են, այսինքն միայնակ ինքը հեշտությամբ չի կարողանալու, այստեղ ուրանը երկվորյակում նորագույն տեխնոլոգիաները օգտագործելը, նաև համացանցում իր ակտիվությունը պատահական չէ, սա մեծ դիրքավորում է, հաջորդ անգամ մենք ուսումնասիրենք այլ անձի քարտեզ, ասեմ, որ Սամվել Կարապետյանը եթե իր տեխնացություն դրել է, նայել ունի հնարավորություն, բայց այս մեծ տրիգոն դիրքավորումը, գիտեք, մարդ պետք է բախտավոր ծնված լինի, որպեսզի այս տրիգոնը նրա քարտեզում խաղարկվի, հա։ Այսինքն այս բային Նիկոլ Փաշինյանի քարտեզում դա խաղարկվում է։ Այո, սա մեծ հնարավորությունների մեգա պրոյեկտներ, որտեղ այստեղ էլ նաև ձկներու խոյում Նեպտունը եւ Սատուրնն է լինելու, եւ տեսեք լուսինը սև լուսնի հետ աղեղնավորում, Սատուրնը խոյում, նրան կարող են աջակցել խոյը, Սատուրնը դրանք գերտերություններն են, խոյը, որոնք ուժային կառույցների միջոցով, որոնք նաև զենք զինամթերք են արտադրում, հա, եւ առաջին մակարդակով։ Այստեղ լուսնի հետ սև լուսինն է, որը նաև մանիպուլյատիվ մեթոդներ կարող են օգտագործել, համենայն դեպս շատ այսպիսի կարևոր դիրքավորում եւ բարձրացող հանգույցը իր լուսնի վրա ձկներում, պետք է ինքը կարողանա ժողովրդի սիրտը շահել, ձկները իր խոստումները կատարի նախընտրական, որտեղ սպասելիքները կան, համենայն դեպս ավելի շատ ես տեսնում եմ իր մոտ համացանցի միջոցով, գաղափարակիցների միջոցով առաջ խաղացում այդ դաշտում։ Առանձնապես տեսեք, այստեղ Սատուրնը խեց գետնում, դե Վեներան Յուպիտերը պետք է ինքը սիրաշահի հայ ազգի մեր բնակչության, Վեներա Յուպիտեր սիրաշահի բնակչության, համենայն դեպս ջրհոսը դա նաև դրան գաղափարակիցներ, կուսակցականներ, դա ապագա պլաններն են, դա ազգային ժողովն է, մարդիկ, ովքեր մի գաղափարի շուրջ են, ես ուղղակի զարմանալիորեն տեսեք, իրա ծնված պահից հետո, սա ծնվել է Արև Պլուտոն տրիգոնով, այս Պլուտոնը այս տարիների ընթացքում եկել հասել է այստեղ ջրհոս։ Նախորդ 15 տարի, 15-20 տարի առաջ այդ նույն Պլուտոնը նրան պետական մարմինների միջոցով բավականին լուրջ հարվածներ է հասել Պլուտոնը այդտեղ ջուրը պետական մարմիններ, Պլուտոնը հարվածներ իր անձին, նաև այստեղ նաև տեսնում եմ զուգընկերոջը եւ իր գոլեգաներին, կշեռքը նաև գոլեգաներ են, այսպիսի միտում Համենայն դեպս Մերկուրին երկվորյակում ես հասկանում եմ, որ արտերկրից ինքը կունենա այդ օգնությունը անպայման Սատուրնը ղեկավարների միջոցով եւ Խոյը այն ղեկավարները, այն պետություններ, գերտերություններ, որոնք ռազմական առումով այսօր առաջնային այդ դերակատարումն ունեն մեր տարածաշրջանում։ Եվ կարծում եմ մեր հետևորդներին կհետաքրքրի նաև թե ինչ է սպասում հայաստանյան հոգևոր դասին։ Հոգևոր դասը բարդ խնդիրների առաջ է կանգնած, ես ասել եմ, որ մեր կաթողիկոսը նրա բարձրացող հանգույցն է ձկներում, ինչպես Գևորգ Սուջյանի բարձրացող հանգույցներ, ինչպես մենք ունենք հայտնի բլոգեր, որի բարձրացող հանգույցն է ձկներում, այդ բլոգերը հավատքի մեջ է, որքան որ նա բլոգերությամբ է զբաղվում ջրհոսը եւ ջրհոսների մոտ ես բացառիկ տաղանդավոր մարդկանց եմ նկատել, ես հենց այդ ջրհոսների տվյալները ուսումնասիրելիս նկատեցի ջրհոս եւ առյուծները ավելի շատ նրանք շոու բիզնեսում են, ջրհոսները ավելի շատ համացանցում են այդ համացանցային այդ տիրույթում, այդ հարթակներ կան, հա, որտեղ կարող են իրենց այդ հմտությունները իրենց նաև փորձը արդեն 20 թվից փորձառություն ունեն ցուցադրել։ Իսկ մեր հոգևոր այրերի, հոգևոր առաջնորդի դեպքում նա պետք է իր արածի պտուղները քաղի, եթե դուրսել չգա, եթե այնպես լինի հրաժարական չկա, բայց նա պիտի իրավամբ ապավինի բարձրալի նրա բարձրացող հանգույցը ձկներում, նա պատահական չի եկել հայտնվել այդտեղ։ Կարծում եմ, որ այս ընթացքում նա պետք է որ
Եթե ինչ-որ բանել կատարել է, պետք է որ դրա համար զղջումներ ունեցած լինի, յուրաքանչյուր գործել, եթե մեծ հանրային տիրույթում են, չեն կարող մարդիկ անսխալ լինել, բայց կարծում եմ, որ նա կարող է ուղղվել եւ այն ճանապարհով գնալ, որը իրեն տրված է, եթե չէ, ասում եմ, եթե 74-75 տարեկանում չեղավ այդ ամենը, կա մեկ այլ տարիքային խումբ Սատուրնի եւ Ուրանի դիրքով, դրանք Սատուրնը կոտրում էր այս արանքում ոտքերը ձկների կենթանակերպում էր, հենաշարժողական համակարգի վրա էր ազդում, իսկ արդեն իսկ փետրվարի 14-ից Սատուրնը խոյում է, գլխի վրա է ազդելու, Նեպտունը խոյում, հնարավոր է այնպիսի հիվանդություններ լինեն, որոնք բուժելի չլինեն, որոնք ճառագայթների միջոցով բուժվեն, հա, Նեպտունը քնեցնում է, իսկ խոյը դա մարդու գլուխն է, ուղեղն է, այո, դրանք կարող են ուղեղի աշխատանքի հետ կապված հիվանդություններ լինեն, հիշողության կորուստ լինի, մարդը կորցնի իր ինքնությունը, այդպիսի մոտակա 2 տարին, հենց Սատուրնը արդեն իսկ եթե խոյում է, մոտավորապես 2028 թվականը այդտեղ է լինելու եւ նա տալու է այդ ամենը, իսկ Նեպտունը խոյում 2038 թիվն է միշտ այդտեղ լինելու, Ուրանը երկորակ, ես որ Փաշինյանի քարտեզում տեսա, վերջնական անցնելու է ապրիլի 26-ին 2026 թվական։ Շնորհակալ եմ հարգելի գաներ, շնորհակալ եմ հետաքրքիր եւ բազմաբովանդակ բացահայտումներով լի զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ ինձ հյուրընկալելու համար, հանրային մեծ հետաքրքիր հարթակ է լսարանը ձևավորվել, գիտեք, որ համագործակցում եմ 5-ից ավել լրատվական տեղեկատվական հարթակներից, որոնք արդեն իմ հիմնական գործընկերներն են, եւ յուրաքանչյուր հարթակ ունի իրեն յուրահատուկ լսարանը։ Ուրախ եմ, որ այստեղ էլ ունենք հետևորդներ, որոնք անպայման լսում են, այո, բազմահազար, իմ դեպքում արդեն բազմամիլիոնանոց նոր տարվային կանխատեսումները ամեն մի հարթակում մոտավորապես 2 միլիոն լսել են, իսկ դա եւ նամակ ստացա համապատասխան կառույցից, որ մենք ձեր ալիքը առաջարկում ենք մեր հետևորդներին, որտեղ ձեր ալիքի միջոցով մեր հետևորդները միանում են իրար, հա, նրանք համախմբված են մի գաղափարի շուրջ։ Իսկ դա քանի որ ձեր կանխատեսումները որևէ քաղաքական ուժի կամ քաղաքական ենթատեքստ ունեցող կանխատեսումներ չեն եւ կարծում եմ եւ վստահ եմ, որ հենց դա է ձեր հաջողության գրավականը։ Այո, անպայման։ Ես իմ աշխատանքային գործունեության հիմքում դրել եմ մեր հայ հանրությանը օգնելը։ Քաղաքական գործիչները միշտ կգան ու կգնան, բայց մենք դեռևս ապրելու ենք մեր հայրենիքում, դեռևս ստեղծագործելու ենք եւ ինձ պետք է աշխատել ընդհանուր հայ հանրության հետ։ Ինձ դիմում են բոլոր խավերի, նաեւ տարբեր խավերի, նաեւ տարբեր քաղաքական հասների տեր մարդիկ, որոնք ողջամիտ են եւ կոմպետենտ են իրենց այդ եւ մասնագիտության եւ կյանքում այո ողջամիտ որոշումներ են կայացնում։